Պարոն Բեգլարյան, վերջերս առաջին հերթական հետզրույցում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյան ասաց, որ այնտեղ տրանսպորտը լավ չի, ուրեմն աշխատում եւ Արթուր Հարությունյանին հնարավոր է զրկեն վրափադրում իրականացնելու իրավունքից։ Այնինչ որ քաղաքապետն է հայտարարում, դա միջմարզային է եւ տրանսպորտի կապի նախարարություն, այսինքն ներմարզային է կներեք, դա իրենց ներքին խնդիրներն են, եթե այնտեղ տրանսպորտում ինչ-որ խնդիրներ կա, քաղաքապետը եւ մարզպետը պետք է իրանք լուծեն։ Արթուր Հարությունյանին փորձեք աջակցել, հաշվի առնելով, որ դուք իր հետ Գիտեք, այդ ոլորտում ես ոչ մեկին չեմ անձնավորում կամ առանձնացնում։ Բոլորը աշխատում են օրինական դաշտում, իսկ օրինական դաշտում չաշխատեն, մտերմության, հարազատության ոչ մի կարիք չկա։ Վերջին շրջանում շատ է էլի խոսվում Իրան-Հայաստան հարաբերություններից, երկաթուղու կառուցման կարևորությունից եւ ներդրումների նաեւ պակասից է խոսվում։ Ինչ կա այդտեղ շնորհիվ։ Մի քանի անգամ հայտարարել եմ, որ դա մեր համարյա թե ամենօրյա ռեժիմով աշխատանքն է, դա մեր հանրապետության համար շատ կարևոր է եւ հիմա այց է պատրաստվում սեպտեմբերի վերջին Չինաստան, օրակարգում նաեւ այդ հարցն է լինելու այնտեղ քննարկման, որովհետեւ մենք ունենք առաջարկներ բավականին շատ կազմակերպություններից, բայց մենք նախընտրել ենք ամենակարևորը երկուսը եւ մոտ ապագայում, եթե լինեն նորություններ, ես ձեզ դա կներկայացնեմ։ Կոնկրետ ֆինանսական առաջարկություններ եք անելու, ներդրումների հետ կապված մի փոքր մանրամասներ կարող եք հաղորդել, ինչ առաջարկներ եք անելու չինական կողմից, եթե հնարավոր է իհարկե։ Ես ձեզ ասեմ, մենք չինական կողմից առաջարկներ ենք ստացել։ Ստացել եք, երկաթգծի հետ կապված։ Այո, չինական կողմից առաջարկներ ենք ստացել։ Ասել ենք նաև մեր առաջարկների մասին, ես մանրամասը կասեմ այն դեպքում, երբ որ մենք կոնկրետ վերջնական համաձայնության գանք, բայց որ չինական կողմը մեծ շահագրգռվածություն ունի եւ շատ լավ առաջարկներ են իմ կարծիքով արել, քննարկենք, տեսնենք դա ոնց կարող ենք իրականություն դարձնել։